Հայաստանը մտնում է ընտրական շրջան, և ապատեղեկատվական մեքենան արդեն փորձարկում է հանրությանը։ Սկզբում հրապարակում տարածվեց, թե Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կապ ունեն օրգանների վաճառքի հետ։ Կառավարությունը դա հերքեց և անվանեց հիբրիդային տեղեկատվական գործողության դրսևորում։ Նայեք թեմային՝ առողջապահություն, օրգանների փոխպատվաստաստ, թրաֆիքինգ։ Ոչ հարկեր, ոչ օրենսդրություն, վախի վրա կառուցված պատմություն։ Հետո եկավ երկրորդ գործողությունը։ Հայաստանի ղեկավարության Ֆրանսիայցի ժամանակ ռուսալեզու Թելեգրամ ալիքը տարածեց կեղծ պնդում, իբր Ֆրանսիայի նախագահի հետ կա գաղտնի պայմանավորվածություն։ Պնդումը պարզ էր. Ֆրանսիան կաջակցի Հայաստանի կառավարությանը ընտրություններից հետո, եթե Հայաստանը հակամարտություն հրահրի Ռուսաստանի հետ։ Որպես ապացույց ցույց տվեցին Լիբերասիոնի, Լը Պարիզիենի և Ակտյուժեի կեղծ առաջին էջեր։ Սիվիլնետը ստուգեց։ Իրական թերթերի շապիկներն ուրիշ էին։ Հետո X-ում հայտնվեց տեսանյութ Նյուզգարդի լոգոյով, որ կեղծ տեղեկությունը վստահելի երևա։ Տեսանյութը տարածած հաշիվը լուռ էր 2013-ից և հանկարծ ակտիվացավ 2026-ի մարտի 9-ին։ Սա լրագրություն չէ, սա լվացում է։ Սկզբում սոցցանցեր, հետո Թելեգրամ, հետո կեղծ արևմտյան մամուլի շապիկներ, հետո քաղաքական օգտագործում Հայաստանի ներսում։ Սիվիլնետը այս մեթոդը համեմատում է մատրյոշկա արշավի հետ։ Մեկ կեղծիք մյուսի մեջ, լոգոյով փաթեթավոր